Երեխաներ ուրեմացնում ենք մեր երկրորդ ժամվա մայրենիի դասին։ Այսօրվա մեր դասը նույնպես շատ կարևոր և հետաքրքիր դաս է լինելու։ Բայց մինչև դասը սկսելը ես ուզում եմ ասեք, այսօր ով ինչ է հասցրել անել։ Ձեռքով, Էդուարդ։ Ես օգնել եմ հայրիկիս փայտերը։ Այսօր։ Այսօր դասը բարել գնել եմ։ Նախապատրաստվել ես դասին, հա? Էլինա կանգնի։ Ես այսօր դոմինո եմ խաղացել։ Այսօր դոմինո ես խաղացել, Արթուր։ Ես այսօր ծաղկել եմ։ Ապրես։ Հիմա հիշենք երեխաներ, թե երեք ինչ ենք արել։ Ես ձեզ կբաժանեմ թեփիկներ։ Դրանց վրա դուք կգրեք ձեր երեկվա կատարած գործերից։ Այն երեք ինչ գործ եք կատարել։ Հիշեք, երեք ինչ գործ եք կատարել, դեղին թեփիկների վրա գրում եք, գեղեցիկ գրում եք։ Գրիչով գրեք։ Գրելու ընթացքում ես կմիացնեմ երաժշտություն, որպեսզի լավ տրամադրությամբ աշխատենք։ Հետո եկեք և ներկայացեք։ Գոհար։ Ինչ ես արել դու երեք։ Ես օգնել եմ հայրիկիս և մայրիկիս։ Ապրես։ Հացնեք։ Հաջորդով է գալիս։ Ես։ Արի։ Էդուարդ ինչ է արել։ Ես երեք գնացել եմ դասերը, սարել եմ գնացել եմ արտար հայրիկիս օգնել եմ։ Ապրես։ Հաջորդով է գալիս։ Արիսանվել։ Ես իմ դասերը արել եմ, որ երեք մենք ծննդի էինք։ Նախապատրաստվել ես, որ գնաս հասցնես, գնաս ծնունդ։ Հաջորդով է։ Ես դաս եմ արել։ Դաս ես սովորել, ապրես։ Հաջորդը, Աշոտ։ Ես օգնել եմ հայրիկիս։ Օգնել ես հայրիկին, ինչ ես արել Աշոտ։ Իրան օգնել եմ հայրիկին։ Ապրես։ Արթուր։ Հայրիկիս օգնել եմ և արել եմ գործեր և դասեր։ Արել ես գործեր և դասեր։ Ով մնաց, ով չի եկել։ Արիելինա։ Ես երեք դասերը սարել։ Հիմնականում դաս եք, հա սովորել երեխաներ երեք։ Ուրիշ, բոլորը եկան։ Բացի Լևոնից։ Ով մնաց Լևոն արի։ Ես դաս եմ արել։ Դու էլ ես դաս արել, ապրեք։ Երեք բոլորը ուրեմն դաս եք սովորել և օգնել եք հայրիկներին, շատ ապրեք։ Այ երեխաներ, եթե երեք լավ գործեր կատարած չլինեիք, մեր թեփ ստանա այսպիսի գեղեցիկ արև։ Մեր օրը անցել է արևի նման ջերմ և լավ, հա։ Այսօր մենք անցնելու ենք մի նոր դաս, որի նպատակներն է զարգացնել ձեր կարդալու կարողությունները, համագործակցելու կարողությունները, ամրակայելու ձեր ժամանակի արժեքի գիտակցումը և պատասխանատվությունը սեփական օրվա նկատմամբ։ Իսկ վերջնականքում մենք կարող ենք հասկանալով ընթերցել մեր դասը,
կարող եք պատասխանել տեքստի վերաբերյալ հարցերին, կարող եք մասնակցել խմբային աշխատանքին և կատարել ինքնագնահատում։ Բացում ենք էջ 111-ը։ Հայ երեխաներ, այստեղ գրված է մուտքի պատուհանիկում, շատ բան կարող եք կորչել, օրինակ դրամը, գրիչը, գլխարկը, նույնիսկ օրը, պատկերացնում եք, որ օրը կորչի։ Եղել է ժամանակ, որ ինչ-որ բան եք կորցրել դուք։ Այո, կարող է ասել, եղել է, պատահել է, որ ինչ-որ բան եք կորցրել, Էլինա։ Հեռախոսը կորցրել ես, ինչ զգացողություն ես ունեցել։ Տխրել ես, ուրախացել ես, տխուր, ով այլ ինչ-որ բան կորցրել։ Արսա Էդվարդ։ Ես տեսել եմ բոզնի կորեկը։ Բոզնում կորցրել ես։ Տխրել ես։ Սամվել։ Ես եմ գրյանի։ Ահա։ Հիմա պատկերացնում եք, որ մի ամբողջ օր կորցնենք մենք երեխաներ, ինչքան վատ կլինի, չէ՞, որ ամբողջ օր կորցնենք։ Հիմա 2 րոպե լուր ծանոթանում ենք մեր դասին, այնուհետև ես բարձրաձայն կկարդամ։ Վերջացրիք, սկսենք մի հատ էլ ես կարդամ, որ ավելի հստակ հասկանաք։ Արթուրի եղբոր մոտ եկավ նրա ընկերը։ Նա գլխարկը նետեց մի կողմ և դժգոհ ձայնով ասաց. ամբողջ օրը սկորավ։ Երբ ընկերը գնաց, Արթուրի եղբորը հարցրեց. ինչպես կարող է օրը կորչել, միթե բոլոր օրերը մեկ չեն։ Այո, ժամանակի տեսակետից բոլոր օրերը մեկ են, պատասխանեց եղբայրը, բայց նրանք տարբեր են լինում ըստ գործի։ Այն օրը, որի ընթացքում մարդ ոչ մի օգտակար գործ չի արել կամ ոչինչ չի սովորել, կորած օր է։ Դրանից հետո Արթուրը քնելուց առաջ եղբորը պատմում էր այն ամենի մասին, ինչ արել էր օրվա ընթացքում, և միշտ հարցնում էր, այսօրվա օրը կորած չէ։ Հիմա երեխաներ, տեքստի շուրջ կկատարենք առաջադրանքներ, բայց մինչ այդ կբաժանվենք խմբերի, վերցնում ենք շրջանակները, արագ մի քիչ, արագ եք աշխատում, լավ օրերը չեն մոռացվում, այո, Արթուր։ Ձեզ նորավ նույն շրջանակ։ Հիմա կանաչ շրջանակներում մոտ որ կա, գալիս է տեղափոխում առաջին շարք։ Կարմիր շրջանակները տեղափոխվում են երկրորդ շարք։ Մոտենում եք իրար, խմբային աշխատանքի ենք պատրաստվում։ Մի հատ վեր ենք հիշում խմբային աշխատանքի կանոնները, խմբի դեպքում ինչպես պետք է աշխատենք, գրադարանային, ձայնով և պետք է աշխատանքին մասնակցել բոլորը, աշխատանքին պետք է մասնակցեն բոլորը։ Երեխաներ, ուշադիր լսում եք հանձնարարությունը գոհար, ուշադիր լսում եք հանձնարարությունը։ Ուրեմն երկրորդ խումբը ներկայացնում է արդյունավետ օրը։ Ինչ պետք է անենք, որ մեր օրը արդյունավետ լինի։ Գրում եք մի քանի նախադասություն, միասին խորհրդակցում եք և գրում, ինչ անենք, որ մեր օրը արդյունավետ անցնի։ Իսկ առաջին խումբը գրում է ինչ անենք, որ կորած լինի մեր օրը։ Այդ օրը որ օրը կհամարվի կորած օր։ Միասին խորհրդակցում եք և յուրաքանչյուրից մասնակցում նախադասություն անեք, մի հատ գրում։ Որ օրը կհամարվի արդյունավետ օր, ձեր առաջադրանքում շատի լսում եք, հա, գրում եք, այո, գրում եք, ինչ անենք, որ մեր օրը արդյունավետ անցնի, խորհրդակցեք նոր, միասին խորհրդակցեք նոր, ինչ գործեր անենք, որ լավ անցնի մեր օրը, արդյունավետ լինի։ Դուք նկարագրում եք կորած օրը, որ ներկայացնել ես, որ գործեր են համարվում կորած օրվա գործեր, երբ այդ օրը ինչ եք արել, կամ ինչ եք արել, որ դաշ չեք սովորել, օրինակ խաղացել եք ամբողջ օրը, դա ինչպեսի օր կհամարվի։ Այսինք երեխաներ խմբային աշխատանքներ, ով է ներկայացնում։ Որոշեք մեկը ներկայացնեք, հա, խորհրդակցեք, ով ներկայացնում։ Ով ներկայացնում։ Հաջորդան խամերն ներկայացնում։ Լսում եք Սամվելին, նախ ասա ինչն է ձեր հանձնարարությունը, ինչի պետք է կորած օրը։ Ինչն է համարվում կորած օրվա մեջ։ Դաշ չենք անում։ Երբ դաշ չեք անում, լսեք խումբ, լսեք ուսնահատեք։ Ահա, անուշաբիր եք լինում։ Երբ այս օրը գործ չենք անում։ Երբ ամբողջ
Ճիշտ էին գրել երեխաներ։ Ահա, հիմա ներկայացնում եմ մյուս խումբը։ Դստեք ուշադիր, արդյունավետով։ Պետք է մարդուն օգնել։ Երբ մի բարի գործ կատարել, չէ՞, այսինքն երբ բարի գործ ես կատարում, դա արդյունավետ օր է համարվում։ Պետք է բոլորին օգնել, հիվանդ ժամանակ բոլորին օգնել, հա? դասերը անել, Պետք է դասերը սովորել, նախադասություններն այլ գեղեցիկ պետք է գույքի խնամել։ Գույքի նկատմամբ լինել ուշադիր։ Լավ, երեխաներ։ Հիմա ես տեսեք, այստեղ կպցրել եմ երկու իրավիճակներ, ուշադիր նայում ենք, տեսեք սրանցից այս առաջինն է արդյունավետով, թե երկրորդը։ Ուշադիր դիտեք նկարները։ Այ առաջին նկարում ինչ է անում երեխան։ Արցունը ձեզ կայբացրաշում, իրք է կարդում է, ծաղիկներն է ջրում, մայրիկին է օգնում, արդյունավետով է, ապրեք։ Իսկ մյուսը, գոհար, մյուսը։ Երկար քնել է, դասեր ուշացել, չէ, էլի չարել։ Հեռախոսով խաղում է, այդ օրը կարա արդյունավետ լինի մի հատ։ Կարա արդյունավետ լինի դա։ Ոչ, դա կորած օր է համարվում։ Հիմա երեխաներ աշխատում ենք զույգերով, ուղղվեք, շրջվեք, աշխատում ենք զույգերով, շրջվեք։ Տալիս եմ առած ասացվածքներ, ժամանակի մասին, որ նստի, որ ժամանակի մասին տալիս եմ առած ասացվածքներ, դուք պետք է կազմեք նախադասությունը և սոսուցնեք ու կարդաք, ներկայացնեք և կարդաք։ Ուշադիր, 2 րոպե ժամանակ, ուշադիր։ Լուր ենք աշխատում, զույգերով լուր ենք աշխատում։ Ապրեք, սոսունձեք, ապրեք։ Իրար հետ։ Միասին աշխատեք, միասին։ Վերջացրեցիք մենք։ Ապրեք։ Առաջին խումբը զույգը կա ներկայացնի, հետո ապ ներկայացրու։ Տեղում կդնի մի հատ ցույց տուր բոլորին, ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի։ Համամիտեք երեխաներ։ Այո։ Ահա, ապրեք։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի։ Երկրորդ զույգը։ Ահա, ապրես։ Համամիտեք։ Ապրեք։ Հաջորդ զույգը։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Համամիտեք Ռոբերտ։ Հաջորդ զույգը։ Ժամանակը ոսկե։ Ինչ է նշանակում ժամանակը ոսկե երեխաները։ Այսինքն իր ժամանակը անտեղի տեղը չվատնի, չէ։ Իր ժամանակը այնպես դասավորի, որ արդյունավետ ստացվի իր օրը։ Սեղանին իր կողար։ Հիմա երեխաներ ուշադիր եք լինում, ձեզ բաժանում են քարտեր, որոնց վրա գրված է ճիշտ պատասխանի դեպքում սա եք բարձրացնում, սխալ պատասխանի դեպքում սա։ Ճիշտ պատասխանը հիշեք կանաչն է, սխալ պատասխանը կարմիրը։ Ուշադիր։ Ես կարդալու եմ իրավիճակներ, իսկ դուք ներկայացնելու եք, թե տվյալ իրավիճակը ճիշտ է, թե սխալ։ Ուշադիր։ Շատ ուշադիր են լինում։ Եթե արդյունավետ օրվան է վերաբերում,
կանաչն եք բարձրացնում, եթե կորած օրվան է վերաբերում կարմիրը, սպասեք, ես դա չեմ կարդացել, ուշադիր, առաջինը, Արթուրը ամբողջ օրը հեռախոսով խաղաց, ապրեք, երկրորդ, Անին դասերը ժամանակին սովորեց, ապրեք, շատ ապրեք, Սոնան օգնեց ընկերուհուն դասերը բացատրեց, ապրեք, Այ Լևոնը շփոթվեց, ոչինչ, Լևոնը շփոթվեց, ոչինչ, Լիլիթը ամբողջ օրը վիճեց ընկերուհու հետ, Արմենը գիրք կարդաց, ապրեք, Հերմինեն օգնեց մայրիկին ջրեց ծաղիկները, Էդուարդ, ուշադիր, եթե օգնում է մայրիկին, դա կորածով կհամարվի, թե արդյունավետ, ապրեք, ուղղեց, Էդուարդը իրեն ուղղեց, ապրես, հիմա երեխաներ, ձեզ դաշանում եմ թերթիկներ և մեր օրվա համար ստեղծում եք ոսկե կանոններ, դրանք կողքի դրեք, թերթիկների վրա դրում եք մի այնպիսի նախադասություն, որը կկազմի մեր օրվա ոսկե կանոնը, այսինքն, ինչ անեք, որ մեր օրը լավ անցնի, արդյունավետ անցնի, յուրաքանչյուրը դրում եք մեր նախադասություն։ Հիմա հերթով գալիս են և ներկայացնենք մեր օրվա ոսկե կանոնները, Արիսամբեր։ Գնահատել յուրաքանչյուր օր անտեղի ժամանակ թվակն։ Ապրես։ Հաջորդը Ռոբերտ։ Ռոբերտ։ Կարդա, ինչ ես գրել։ Շուտի չդինել բարի։ Ապրես։ Հաջորդը Աշոտ։ Ապրես, հաջորդը Ես կատարել օգտակար գործը։ Ապրես, հաջորդը գա ներկայացնի Ես Արիելինա, օրը սկսել լավ տրամադրությամբ։ ապրես, այ լավ տրամադրությամբ, որ սկսեք ամբողջ օրն լավ կանցնի։ Հաջորդը ով չի եկել, Արիգողար, Կարդար, Օգնել ծնողներին և ընկերներին։ օգնել ծնողներին և ընկերներին, ապրես, հաջորդը ով մնաց, Լևոն, Դասը կատարել ժամանակից։ ապրես, Էդուարդը մնաց, Արի Էդուարդ, Չծուլանալ և գործերը չհետաձգել։ չծուլանալ, գործերը չհետաձգել, ապրես, շատ ապրեք, այ հիմա գեղեցիկ ոսկե կանոններ ստեղծեցինք մենք, որը պետք է պահպանեք երեխաներ, ուշադիր, որը պետք է պահպանեք մեր օրվա ոսկե կանոնները, բոլորը կկարդաք, կթողնենք փակցված պատին և կաշխատեք հետևել մեր օրվա ոսկե կանոններին։ Իսկ հիմա, ով է ուզում գալ, Արիգողար, բլումի երիցուկով մենք քննարկենք, Էլինա չենք խաղում, բլումի երիցուկով մենք քննարկենք մեր այսօրվա դասը։ Վերջում ցանկացած թերթիկ և շուրթի կարդա, ով, հաստ ու դասից, ով, ում ես հաստ տալիս, Արթուրի, բայց ինչ հաստ տանք դասից Գոհար, ով ես, Ապեր կորածոր կործրել։ ով էր օրը կորցրել են Սամվելի կարծիքներ, ես ուզում եմ Գոհար իր կարծիք հայտնի։ Հարցիք ով։ Ով էր մեր դասի հերոսներից։ Արթուրը, Արի։ Շրջի մի ուրիշ թերթիկ։ Էս Գոհարը կարդաց ուրիշ, արագ, կարդա։ Լավ էր թե վատ։ Լավ էր թե վատ, շարունակի։ Լավ էր որ Չէ, հարց տուր որևէ մեկին։ Գոհարը եկել է, բացի Գոհարը, ուրիշ մեկին հարց տուր։ լավ էր թե վատ որ Օրը լավ անցավ, արդյունավետ անցավ, լավ էր թե վատ։ Արի Ռոբերտ, Արի։ Երկուսի պատասխանել են, հաջորդ թերթիկների վերցրու։ Ինչպես կվարվեիր, եթե ում ես հաստ տալիս։
Էդուարդ, կանգնի, ինչպես կվարվեիք, եթե շարունակի։ Ինչպես կվարվեիք, եթե դու լինեիր Արթուրի տեղն ինչ կանեիր։ Արթուրի փոխարեն ինչ կանեիր։ 10-ը սաղ կանեի։ 10-ը բոլորը կանեի, նստիր ալ Էդուարդ, հարց ես տալիս մյուս թերթիկներից։ Ինչ կլինի, եթե։ Այ ինչ կլինի, եթե ում ես հաս տալիս քո հարց, Լևոն կանգնիր, ինչ կլինի, եթե ու շարունակի, ինչ հաս տալիս։ Երեխաները դաշ չանեն։ Եթե երեխաները դաշ չանեն, ինչ կլինի։ Ապրես, իրենք անգրագետ կմնան, ապրես, նստիր Լևոնարի, մյուս թերթիկները, մեկը վերցրու, արավ մի քիչ, կարդա, ճիշտ է, հասկանում, որ այլ ում ես հաստալիս, ում չենք հաստրել, ծանրին հավ չենք տվել, ճիշտ եմ հասկանում, որ պետք է օրը չկորցնել, այո, կամ լիսանվել, ճիշտ է հասկանում, որ պետք է օրը չկորցնել, մի քիչ ավելի մանրամասնի, օրը պետք է չկորցնել, պետք է, ինչպես դասավորել, պետք է պլանավորել, չէ՞, սկզբից և այդպես անում, ապրես, նստի, Ալիսանդր, կարդա, ինչպես կվերնագրեիր, ում ես հարցը տուղում, Ռոբերտ, ուշադիր, ով չի պատասխանել, Էլինա, Աշոտը, կամ մի Աշոտ, մեր դասը ինչ կվերնագրեիր, ոնց անցավ օրը, կամ ոնց անցկացնել օրը, հա, ուրիշ ինչ կվերնագրեին երեխաներ, ասա Ռոբերտ, լավ օրը, նստի, ով չի եկել, Էլինայի, Աշոտը չի եկել, կգա Աշոտը, ինչու, ինչու հարցին է, դու պատասխանի, Էդուարդ, ուշադիր, Աշոտը չի եկել, Աշոտին հարցրու, ինչու, շարունակ, ինչու, հարց տուր, դասից հարց տուր, ինչու Արթուրի եղբայրն եկավ իր եղբորտը, ինչու Արթուրի եղբայրը եկավ իր եղբորտում, եկել էր ինչ անելու Աշոտ, խաղամ, արի, մնաց վերջին թերթիկը, կարդա,